Ուզում եի հասկանալ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի աշխատակիցները կամ ԱԱԾ-ից ձեզ դիմել են կիրակի օրը 7 վերք եկեղեցում պատարագ մատուցելու համար։ Անձնապես ինձ ոչ։ Իսկ ում են դիմել։ Հավանաբար նրանց, ովքեր ում հանդեպ, որ ասենք վստահ են եղել, որ ինչ որ իմաստով լոյալություն կա իշխանություն։ Այսինքն որոնք հարում են, այսպես ասեմ։ Մենք գիտենք, որ Տեր Ռուբենին էին մոտեցել, առաջարկել, բայց նա մերժել էր, զեղչել։ Տեր Ռուբենը պահել է իրեն իր կանոնի մեջ, եկեղեցականի կանոնի մեջ։ Ինքը ասել է դրա մասին, այսինքն անձամբ ինձ կողմից դա հաստատելու կարիք չկա։ Ինքը ասել է դրա մասին։ Շիրակի թեմի հոգևորական Տեր Նշան քահանա Պամֆիորովի խոսքով քահանայաց դասը այսօր հաղորդագրություն է տարածել, որով վերահաստատում է իրենց հավատարմությունն ու կանոնական դիրքորոշումը։ Ինչ եք կարծում, որ պահին այս ամենը կանգնի։ Կարծում եմ, եթե անեն, դա կլինի ոչ կանոնական, թեմակալ առաջնորդը ամեն դեպքում պետք է թույլ տա։ Ոչ ոք չի կարող թեմի տարածքից գալ պատարականներ, եւ ասենք առանց թեմակատա եկեղեցու կանոններին, օրենքին, իրավասություններին դեմ մի բան է հոգևորական։ Եթե որևէ հոգևորական գա եւ թեմի տարածքում ուրիշ տեղից պատարակ մատուցի։ Այս հետապնդումները, ճնշումները որ պահին կանգնեն։ Երբ որ ժողովուրդը հասկանա, որ պիտի կանգնեցնի։ Ժողովուրդը լավ է կհասկանա, ինքը իր հոգևոր արժեքները պիտի պաշտպանի, իր եկեղեցին պիտի պաշտպանի։ Ինչ ձևով ինքը պիտի որոշի։